Անցյալ կիրակի խոսացինք Աստծո ներկայության մասին, ուր գնամ քո ներկայությունից, հասկացանք, որ ոչ մի տեղը չեն կարող գնանք, հատկապես, որ Քրիստոսին ընդունել ենք Տեր և անձնական փրկիչ, ճիշտ է, կյանքիդ մեջ սայթաքելու ես, թողելու ես, կարաս հեռանաս, դու կարաս Տիրոջ ներկայությունից դուրս գաս, գնաս, բայց Տերը քեզ երբեք չի թողելու, դա Տիրոջ խոստումն է, բնավ ես երբեք ձեզ մենակ չեմ թողնի, սա Տիրոջ խոստումն է, սիրելիներ, ամեն, Տիրոջ խոստումը այո և ամեն է մեր կյանքի մեջ, ես այսօր որոշել եմ, որ խոսեմ հրեղեն պարիսպի մասին, սիրելիներ, մի բան, որ մեր կյանքի մեջ շատ կարևոր է, Աստծո կրակը, Աստծո ներկայությունը, մեր կյանքի մեջ, մեր ընտանիքների մեջ, Զաքարիայի երկրորդ գլուխն եմ կարդալու, սա մի մարգարե է, Զաքարիան, Մաղաքյան և այսպես ասած այս մարգարեները նրանք մարգարեացել են Իսրայելը, երբ որ Նաբուգդոնոսորը եկավ ամբողջ Երուսաղեմը այրեց, վառեց, թալանեց ու գնաց, 70 տարի հետո Աստված այցելում է Դանիելին։ Եվ Աստված, երբ որ Դանիելին այցելում է, մեկ էլ այցելում է Նեհեմիային, Եզրասին, արդեն այդ ժամանակ ընթացքում նրանք ետ են դառնում Երուսաղեմ, Երուսաղեմի պատերն են կառուցում, որովհետև ամբողջը քանդված, այրված էր, տաճարը, և Զաքարիան այդ ժամանակների մարգարեն է, քույր եղբայրներ, նա մարգարեություն է անում Երուսաղեմի պատերի մասին, ամեն, ես կարդում եմ հատված, որը որ ֆիզիկական պատերի մասին չենք խոսում, այդ քարե պատերը, ամեն, խոսում ենք այն պատերի մասին, որը որ հրեղեն պարիսպի մասին է Տերը խոսում, և այդ պատերը մեր մեջ Աստված մեր ֆիզիկական պատերը քանդում է և իր կրակոտ Սուրբ Հոգու պատերն է Տերը կառուցում, փառքեր Հիսուսին, ամեն, հալելույա, փառքեր Հիսուսին։ Զաքարիա երկրորդ գլուխ 1-5 համարներ այսպես է ասում խոսքը. Եվ ես աչքերս վեր բարձրացրեցի և ահա մի մարդ տեսա ձեռքին չափալար մետր և ասացի դու ուր ես գնում և նա ինձ ասաց Երուսաղեմը չափելու, որ տեսնեմ թե որքան է լայնությունը և որքան է երկայնությունը և ահա ինձ հետ խոսող հրեշտակը դուրս եկավ և մի ուրիշ հրեշտակ դուրս ելավ նրան ընդառաջ և նա ասաց վազիր և ասա այդ երիտասարդին Երուսաղեմն իր մեջ եղած մարկանց և անասունների շատության պատճառով առանց պարիսպի պիտի բնակեցվի։ 5-րդ խոսքը մեր հիմնական խոսքն է այսօր։ Եվ ես նրա համար շուրջ բոլորը հրեղեն պարիսպ պիտի լինեմ, ասում է Տերը և նրա մեջ փառք պիտի լինեմ, փառքեր Հիսուսին սիրելիներս, հալելույա։ 4-րդ խոսքը ասում է այս քաղաքի մարդկությունը, մարդիկ այնքան են աճելու, բազմանալու, որ պատերից դուրս են գալու։ Հիմնական Երուսաղեմ քաղաքը, որ կառուցել են, եղել է պատերի ներս, Դավիթի ժամանակ, սիրելի եկեղեցի։ Պատերից դուրս չէր կարա ապրես, որովհետև դու հարվածի տակ ես լինելու։ Պատերը կառուցել են, որ պատերը պաշտպաներ թշնամուց, ամեն, թշնամու հարվածներից։ Բայց մարգարեն ասում է, այս մի այլ հրեշտակը ասեց, որ մարդիկ այնքան են աճելու և այսօր իրոք տեսնում ենք Երուսաղեմ քաղաքը, որ գնաք, կտեսնեք, որ հին Երուսաղեմը պատերի ներսն է, բայց քաղաքը այնքան աճ է, որ պատերից դուրս քաղաքը կառուցել են, ամեն, բայց Աստված մի գերբնական խոսք ունի սրա համար, և ասում է ավելի մեծ խորհուրդ ունի, սա տանում է դեպի մեզ եկեղեցին, ամեն, և ասում է այս պատերից դուրս, եկեղեցին պատերից դուրս, ասում է ես ձեր համար շուրջ բոլորը հրեղեն պարիսպ եմ լինելու։ Գիտեք սիրելի քույր եղբայրներ, եթե Աստված հիմա պատկերացրեք այս պատերը կրակով բռնկվի, ինչ կանենք, պատերից դուրս կփախնենք, բայց այս համարի մեջ հակառակն ասում է պատերի ներսն ենք մնալու ու կրակը դուրսը բորբոքվելու է, փառքեր Հիսուսին, հալելույա։ Զաքարիան տեսնում է մի տեսիլք այն օրերին, երբ Երուսաղեմի պատերը քանդված էին, քաղաքը անպաշտպան էր, ժողովուրդը վախեցած, վախի սարսափի մեջ բռնված էր, սակայն հենց այդ խառնաշփոթի ու տկարության մեջ Աստված ասում է և ես նրա համար նրա շուրջ բոլորը հրեղեն պարիսպ պիտի լինեմ։ Սա խոսում է քո կյանքի սիտուացիայի հետ, չգիտեմ, միգուցե կյանքիդ մեջ ինչ-որ մի բան է կատարվում
ու Աստված խոսում է հենց այդ անախորժության մեջ, որ ես լինելու եմ քո հրեղեն պարիսպը, Փառքեր Հիսուսին։ Ոչ քարից, ոչ երկաթից, այլ կրակով կառուցված պարիսպ, Սուրբ Հոգու կրակով կառուցված բռնկված պարիսպ, հալելույա։ Այս հրեղեն պարիսպը խոստում ունի, քույր եղբայրներ։ Այս համարը բացահայտում է 3 հրաշալի իրականություն մեր կյանքի մեջ։ Շատ կարևոր բան եմ ասում։ Աստծո ներկայությունը, պաշտպանությունը եւ նրա փառքը մեր մեջ։ Այս 3 կետերի մասին եմ խոսում։ Հրեղեն պարիսպը, Աստծո կրակը մեր կյանքի մեջ սա է, Աստծո ներկայությունը, Աստծո պաշտպանությունը եւ Աստծո փառքը մեր մեջ։ Եթե հրեղեն պարիսպը չլինի, մենք բաց ենք թշնամու առաջ։ Ամեն։ Հրեղեն պարիսպը խոսում է Աստծո ներկայության մասին։ Աստծո ներկայությունը մի բան է, որ չես կարող միացնես։ Օրինակ, գիտես, մագնիտոֆոն չի, չէ՞, որ միացնես, ինքը միացավ։ Աստծո ներկայության համար դու պատրաստում ես քեզ։ Ժամանակ է պետք Աստծո ներկայության համար։ Սիրտդ ես պատրաստում, մտքերդ ես դասավորում ու ամեն բան, որ կարանաս Աստված ներկայ է, բայց մենք պետք է մտնենք Աստծո ներկայության մեջ։ Մենք պետք է գիտակցենք Աստծո ներկայությունը, ամեն։ Ամբողջ Սուրբ գրքի ընթացքում կրակը խորհրդանշում է Աստծո կենթանի եւ գործնական ներկայությունը։ Ամբողջ Սուրբ գրքի ընթացքում Ելից 13-ի մեջ խոսքն այսպես է ասում. Տերը գնում էր նրանց առջևից, հիշում եք, երբ որ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից, Տերը գնում էր Իսրայելի առջևից ցերեկը ամպի սյունով, ճանապարհ ցույց տալու նրանց, իսկ գիշերը կրակի սյունով, որ նրանց լույս տա, որովհետև գիշեր ցերեկ ասма, որպեսի գիշեր ցերեկ գնան, առաջնորդի նրանց։ Ցերեկն ամպի սյունը, իսկ գիշերը կրակի սյունը ժողովրդի առաջից չպակասեց։ Աստծո ներկայությունը մեր կյանքից չի կարա պակասի, սիրելներ, հալելույա։ Աստծո ներկայության մեջ է ճեղքումը, պատերազմը, Աստծո ներկայությունը մեր հետ է, ամեն ինչ հնարավոր է մեր կյանքում։ Հալելույա, Փառքեր Հիսուսին։ Կրակի սյունը Աստծո կենթանի ներկայության տեսանելի նշանն էր։ Ամբողջ Իսրայելը տեսնում էր այդ կրակի նշանը։ Ամբողջ Իսրայելը, ամեն, քայլում էր նրանց առջևից։ Այսօր այդ նույն կրակը Սուրբ Հոգու միջոցով բնակվում է որտեղ? Հավատացյալի սրտում, քո կյանքի մեջ, քո խորանի մեջ։ Այն պահը, որ դու կյանքը տվեցիր Հիսուսին, Տեր եւ անձնական փրկիչ ընդունեցիր, Սուրբ Հոգու կրակով դու մկրտվեցիր, Փառքեր Հիսուսին։ Գործք առաքելոց 2-րդ գլուխ այսպես ասում, սիրելներ։ Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, կրակից լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Հավատում եք այս խոստումին։ Հալելույա, Փառքեր Հիսուսին։ Այժմ այդ կրակը քո ներսում է։ Քեզ առաջնորդելու, քեզ մխիթարելու եւ քեզ զորացնելու համար Փառքեր Հիսուսին։ Ես հավատում եմ Աստծո կենթանի ներկայությանը։ Աստծո կենթանի ներկայության մեջ ամեն բան փոխվում է։ Ամեն կապանքներ կոտրվում են, հալելույա։ Երեքշաբթի օրը ես սիստեմատիկ ասել եմ ու միշտ էլ վկայությունս կասեմ։ Երեքշաբթի օրը, երբ որ այստեղ 4 հովիվներով նստած ենք, ու խոսացի, որ առակը սրա մասին էր, որ Աստված մի եկավ, որ այն արկղը գտնի, որի մեջ թանկարժեք մի իր կար, այն մարգարիտը, խորը տեղերից։ Ու ասում նա գտավ, չէ՞։ Ու այդ արկղը ես էի, բայց այդ արկղից մեջ լցված էր շատ բաներ, ու իմ կյանքի վկայությունը տվեցի 2000 թվերին, որ դեղի վրա եմ եղել, կապանքներ կյանքիս մեջ, կապվածություններ, ու ասում եմ, օրը 25 դեղ եմ խմել, 25 դեղ, ոչ մեկ չեն իմացել։ Դաժե մեր ընտանիքի ես իմ կյանքը նենց էի դասավորել, նենց էի բան։ Հովիվ Գրեգը զարմացել է, ասում է, ես չեմ իմացել, որ տենց բան է կյանքիդ մեջ եղել հիմա։ Լիքը եղբայրներ այստեղ նստած հետո վերջում եկել են այսօր Կիրակի օր ասում են, գիտես, ասում են, բա գիտեք, հովիվների կյանքը sense պատրաստված հելեք հարոզել են, չէ։ Հələ որ պատմեն ինչ կոտրված, ջախջախված վիճակով են եկել շատերը։ Ու ես Փառք Հիսուսին, որ Տերը ինձ այդ ճահիճից հանեց, սիրելի քույր եղբայրներս, ամեն։ Ես հավատում եմ Աստծո գերբնական ներկայությանը, որ Աստծո ներկայությունն է կոտրում ամեն բան։ Ես մի բան ասեցի այդ օրը, որ Աստծո ներկայությունն էր ինձ այդ օրը փոխեց։ Ալիսը ստեյմա նստած է 23 տարեկան, այն ժամանակ 4 տարեկան էր։
Միշտ ասել եմ այս մասին, ասում է գնա մի բաժակ ջուր բեր, գնում էր ջուրը բերում էր, դեղերը գցում էի ու սենց մի օր ասեց դա դեղի համար ես ուզում պապ։ Ընենց մի հատ վրես ազդեց, ասեցի ես երեխեն կմեծանա, կասի հերս կամ օվերդոզից մահացավ, կամ է մերս բաժանվեց հորիցս, որովհետև, բայց ոչ Տեր, Աստծո ներկայության մեջ Աստված կոտրեց։ Հիշում եմ հատ թողեցի դեղի հատիկները 23, 24 իջավ 16 մարմինը չէի կարում տեղս գտնեմ։ Օրորի վրա հույս էր գալի, օրորի վրա կարաս կոտրես այդ կապանքը փառքեր Հիսուսին։ Սիրելի եկեղեցի, Աստծո ներկայության մեջ կապանքները կոտրվում են։ Մեր ամեն կապանքներ, հիվանդությունները բժշկվում են։ Աստծո ներկայության մեջ Աստված հրաշքներ անում։ Այսօր միսիայի ծառայության ժամանակ մեր դեստնի ծառայության ժամանակ մեր միսիայի կիրակին էր։ Տարին մեկ մենք այս ծառայությունը անում ենք ու միսիոներ ա գալիս։ Ու խոսած Աստծո մեծ ներկայության մասին, հենց այս կրակե պարիսպի մասին Աստված ինչ անում այդ կրակե պարիսպով։ Նապալ քաղաքի մեջ Հնդկաստանում մի միսիոներ են բռնում, մեր ասամբլեով գադի ամենահաջող ամենաառաջնայիններից մեկն է, ու նրան բանտարկում են, այնտեղի բանտերը ստեղի նման չի քույր եղբայրներ, գցում են մի մեծ փոսի մեջ, ու այդ փոսի մեջ ջրեր, շատ վատ պայմաններ, գիտեք ասում այս միսիոներ ամեն օր աչքերը բացում է, ու այդ փոսի այդ անդունի մեջից հովնանի նման, ասում է ամեն օր մի համար է կարդում, ու ասում է այսօր պաշտամունք ու քարոզում է։ Սիրելի քույր եղբայրներ, այսօր պաշտամունքի ենք եկել Տիրոջ օրն է։ Պաշտամունք ենք, ու համարը կարդում է ու աղոթում է։ Ու ասում է ասել է ես օրը մի համար եմ կարդալու, որովհետև չգիտեմ ինչքան եմ այս փոսի մեջ լինելու։ Ինչքան որ հիշեմ այդ համարները կասեմ, ամեն։ Այսօր մեր աչքերը բացվում է, ժողովուրդը քնիցելում ասա, գիտես, հավես չկա գնամ պաշտամունք։ Հավես չկա։ Այս փոսի մեջից հասկանում եք, այս միսիոները պաշտամունք, մեկ էլ ասում մի օր ասում որ այս փոսից որ դուրս է գալի, դուրս են հանում, կողքը հավաքված է 400-ից ավել մարդիկ, արդեն եկեղեցի է տեղեղը։ Փաստորին ինքը աղերսում է, երգում է, պաշտամունք անում, կողը մարդիկ հավաքվել են, լսել են ու ապաշխարել են։ Աստծո ներկայությունը փոխում է ամեն բան։ Անկան որ մենք չենք տենում քույր եղբայրներ, հալելույա։ Բաներ կա չենք տենում ֆիզիկականի մեջ փոխվում է։ Մենք էլի նույն փոսի մեջ ենք, նույն իրավիճակի մեջ ենք։ Նույնը Մարգարեն էր ասում Զաքարյան։ Նա ասում է ես տեսնում եմ պատերը դեռ իրական իրատեսքը չունի ամեն բան, բայց Տերը ասում է այդ Երուսաղեմի այդ պատերը տենում եք, այդ պատերից դուրս ես մի այլ պատեր կրակե պարիսպ եմ ձեր շուրջը պատրաստում, հալելույա, ավելի մեծ գործ եմ ձեզ անում, ձեզ դնում եմ կրակե շրջանակի մեջ, փառքեր Հիսուսին։ Հրեղեն պարիսպ այո առաջին Աստծո ներկայության մասին է խոսում, երկրորդը սա կսիրեք, Աստծո պաշտպանության մասին, հալելույա, Աստծո պաշտպանության մասին, կրակե պարիսպը որպես պաշտպանիչ պատնեշ մեր կյանքի մեջ, քույր եղբայրներ։ Երբ որ կարդում ենք Ելից 14:9 խոսքը շարունակում այս ամպի մասին ու կրակե սյունի մասին, խոսում է ու շարունակում է, տեսեք։ Եվ հիշում եք Իսրայելը դուրս էր եկել, եկան կանգնեցին այս ծովի ափին, էլ գնալու տեղ չունեն, իրանց առաջ ծովն է։ Հետևում եգիպտացիները թշնամին է, առաջում ծովն է, առջևում։ Եվ ասում է եգիպտացիները նրանց ետևից ընկան։ Ժամանակա հետևիցը տնես մի հատ փորձություն անկնում, այ մարդ ասում ես ինչ ազում ինձանից։ Այս փորձությունը ինչ ազում Տեր Աստված։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերը եւ նրա ձիավորներն ու զորքերը հասան եւ գտան նրանց բանակատեղ դրած ծովի մոտ, էլ գնալու տեղ չունեն։ 14-19 լսեք ելից, սա շատ կարևոր համար է։ Աստծո հրեշտակը, նույն Աստծո հրեշտակը, որ գնում էր Իսրայելի բանակի առջևից, լսեք ինչ աստեղ անում Աստծո հրեշտակը։ Ելավ ու գնաց նրանց ետևից։ Ամեն։ Ամպի սյունն էլ ելավ նրանց առջևից ու կանգնեց նրանց ետևում, հալելույա, փառքեր Հիսուսին։ Երբ որ կյանքիդ մեջ փորձությունը հարձակվում է քո կյանքի մեջ, Աստված քո կյանքի մեջ կրակե պատնեշ է դնում, որ թշնամին դիմացից, ետևից ոչ մի տեղից չկարողանա քեզ հարվածի, քույրս եղբայրս։ Ամենաառաջի բանը նա պաշտպանում է քո հոգին ու քո փրկությունը։
քույրս եղբայրս, ամեն։ Նույն Աստծո ներկայությունը, որը քեզ պաշտպանում է, խափանում է թշնամուն։ Ջարդում է թշնամու բանակը, կոտրում է դիպրեսիան, վախերը, կոտրում է ամեն հիվանդությունները, կոտրում է աններողամտ, կոտրում է ամեն բան կյանքիդ մեջ, որ չես կարող մարդկային բաներով դու էդի հաղթես, ամեն, հալելույա։ Երբ դու շրջապատված ես Աստծո կրակով, ոչ մի զենք չի կարող հաջողվի քո առաջ, ոչ մի զենք քո առաջ չի կարող հաջողվի։ Քույր եղբայրներ, եկեք դավանենք այս խոսքերը, սա կարևոր խոսքեր է։ Եսայի մարգարեն ասում է 54:17-ի մեջ, ամեն մի զենք, որ շինված է քո դեմ, որ զենքերի մասին է խոսում, հաջողություն չպիտի ունենա, եւ ամեն լեզու, որ դատաստանի է ելնում քո դեմ, պիտի դատապարտվի։ Ամեն լեզու, որ չարը խոսում է քո դեմ, քո ընտանիքի դեմ, ամեն անեծքները պետքա կոտրվեն, ամեն ժառանգական հիվանդություններն ու ցավերը պետքա կոտրվեն, ամեն ինչ, որ քո դեմ ամբոստանում ու խոսում, պետքա կոտրվեն Հիսուսի անունով, հալելույա, փառքեր Հիսուսին։ Դևերը չեն կարող անցնել Աստծո ներկայության սահմանը, երբեք։ Այդ կրակե, այդ պարիսպը հենց այդ ներկայության սահմանն է, նրանք չեն կարող անցնեն, որովհետև դու ունես Աստծո հոգին քո մեջ, Աստծո ներկայությունը։ Քո շուրջը կա անտեսանելի պատնեշ, դա Աստծո կենդանի ներկայությունն է, փառքեր Հիսուսին, որովհետև մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։ Ամեն մի հարված, որ գալիս է քո առաջ, նա վերացնում է։ Ամեն քույրս եղբայրս։ Հիմա միգուցե կասես, բայց խի եմ այս փորձության մեջ։ Ինչու եմ, եթե Տերը վերացնում է, Տերը վերցնում է, ինչու եմ ընկել այս փորձության մեջ։ Խի շարունակվում կյանքիս մեջ սիստեմատիկ ինչ-որ որ մի բան, քույրս եղբայրս։ Շատ ժամանակ Աստված թույլ է տալիս։ Եվ այս կրակե պարիսպը դառնում է հալեցնողի կրակը։ Մաղաքյան այդպես է ասում, հալեցնողի կրակի մեջ նա մաքրում է մեզ մեր անցյալից։ Քույրս եղբայրս, Դանիելի 3-րդ գլուխը որ կարդանք, գիտեք Աստված ինչ արեց Դանիելի, Սեդրակի, Միսակ, Աբեդնագովի կյանքի մեջ։ Շատ հետաքրքիր բան էր։ Այս թագավորը Նաբուկդոնոսորը մի արձան էր պատրաստելու, ասեց բոլորը պետքա խոնարհվեն, ամեն լեզուները, ամեն ազգերը, ու պետքա պաշտեն, պաշտամունք պետքա բարձրացնեն այս արձանին։ Բայց 3 երիտասարդներ որոշեցին, որ մենք չենք անելու դա։ Եվ թագավորը ինչ արեց։ Խոսքը ասում է, որ այն ժամանակ ասում է նրանց թագավորը Դանիելի 3:23-ի մեջ շատ հետաքրքիր ասում։ Եվ ասում է 3 մարդիկը Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը կապված կրակով բորբոքված հնոցի մեջ գցեցին։ Արդեն այդ կրակը 10 անգամ ավելի հզոր էր։ Կարային առանց կապել գցեն։ Դաժե պատկերացրեք, այդ կրակի կապել են նոր են գցել այդ կրակի մեջ։ Կապված գցեցին, բաներ կա, որ կապված են գնում, կապված վիճակ։ Օրինակ մենք խոսում ենք հիվանդությունը, խասկեղը, ռակ, այս պրոցեսով անցնում ես, քիմոթերապի պետքա ընդունես ու մարմինը թուլանում է, կապվածություն կյանքիդ մեջ։ Հիվանդությունը առելի բան է։ Ընտանիքների բաժանումը առելի բան է։ Կին, ամուսին, հարաբի, շատ դժվար բան է։ Կապվածություն ոնց որ լինի կյանքիդ մեջ, ամեն։ Կապված վիճակով թշնամին քեզ ոնց որ գցի այդ փորձության մեջ, քույրս եղբայրս։ Բայց խոսքը ասում է 26 համարի մեջ տեսեք ինչ է լինում։ Այդ կրակը թշնամու պատրաստած կրակը դարձավ հալեցնողի կրակը։ Այդ կրակի մեջ Աստված հանդիպեց այդ երեքին։ Նաբուկոդոնոսորը իր աչքերով տեսավ ու ասեց. ես տեսնում եմ ոչ թե երեքը, այլ 4-րդը։ Նա խառնվել էր, ասում էր աստվածների նման, բայց Աստծո որդու Հիսուս Քրիստոսի նման, նա քայլում է քո հետ, հալեցնողի կրակի մեջ, քույրս եղբայրս, փառքեր Հիսուսին, հալելույա։ Տեր, եթե կրակի մեջով պետք է անցնեմ, ու հալեցնողի կրակը պետք է իմ կյանքի մեջից բաները մաքրի, տար ինձ այդ կրակի մեջով, ամեն, հալելույա։ Այդպիսի աղոտ կարել եք, Տեր, տղայս անցկացրու այդ կրակի միջով, քրոջս անցկացրու, ինչ որ մեկին անցկացրու ես կրակի մեջով, բայց Տեր, թող հալեցնողի կրակը մաքրի Տեր Հիսուս Քրիստոս, հալելույա։ 26 խոսքը ասում է Դանիելի 3:26-ը, այն ժամանակ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը դուրս եկան կրակի միջից, Տեր Հիսուս,
այսօր հավատում ենք կրակի միջից դուրս են գալու այն մարդիկ, որ հիմա փորձության մեջ են, Տեր Հիսուս, հանիր Տեր Հիսուս, հանիր այդ կրակից Տեր Հիսուս, հալելույա։ Նրանց մարմնի վրա կրակը չէր տիրել, նրանց գլխի մազը չէր պակասել, չէր այրվել, նրանց անդրավարտիկները այս ինչ են ասում, օծիկ ասենք, հա, վարատնիկ ասենք, ռուսերեն վարատնիկ ասում անգամ բան չէր եղել, և գիտեք ինչ ասում, և նրանց վրից կրակի հոտե չէր գալի, խորովածի հոտե չէր գալի, հիմա պատկերացրեք, երբ որ կրակի կողը կանգնում ես, Դաժե խորոված չէ, ծխի կողը կայնում ես, այդ ծխի հոտը քո վրից էլ է գալի, ոչ խառնվել ես այդ կրակի հետ, ոչ դու ես վառել, ոչ մի բան, բայց այդ համն ու հոտը քո վրից գալիս է, չէ, և Սեդրակ Միսակ Աբեդնագովը ընկան այս փորձության մեջ Աստված հանեց այդ կրակից, քույր եղբայրներս, հալեցնողի կրակին ասենք փառք, հալելույա, հալեցնողի կրակը քեզ չի այրի, քույրս եղբայրս, այլ կսրբացնի, այլ կմաքրի, կսրբացնի, հալեցնողի կրակը դա է անում, հրեղեն Պարիսպը նաև խոսում Աստծո փառքի մասին, բայց Աստծո փառքը մեր ներսում, ոչ թե որ ծեսական կատարում, ծառայություն գնում ենք ինչ-որ միտե, որ հանդիպ, քո ներսը, քո մեջ Աստված, բնակվում Աստծո հոգին, խոսք ասում է և ես նրա համար շուրջ բոլորը, լսեք 5-րդ խոսքն է էլի, և ես նրա համար շուրջ բոլորը հրեղեն Պարիս պիտի լինեմ, ասում է Տերը, և նրա մեջ իմ փառքը պետք է լինի, հալելույա, որտեղ նրա շուրջ բոլորը, հալելույա, քո աշխատանքի տեղը, քո տանը, քո համայնքի մեջ, ուր որ դու գնում ես, դու շրջապատված ես այս հրեղեն Պարիսպով, Աստծո ներկայությամբ, փառքեր Հիսուսին, Աստված ոչ միայն պաշտպանում է քեզ դրսից, քույրս եղբայրս, այլ նաև լցնում է քեզ ներսից, սա է ամենակարևոր բանը, որտև շատ ժամանակ մենք քրիստոնյաներս գիտեք ոնց է, մենք փնտրում ենք միայն Աստծո պաշտպանությունը, բայց մենք պետք է խնդրենք Աստված, որ լցնի մեզ ներսից, երբ որ ներսից լցնում է Աստված, դու ես դառնում կրակ ինչ-որ մեկի կյանքի մեջ, դու ես դառնում հույս, հավատք, դու ես դառնում կյանք մեկի կյանքի մեջ, փառքեր Հիսուսին, հալելույա, փառքեր Հիսուսին, փառք Աստծո տաճարի մեջ, երբ որ մենք խոսում ենք փառքի մասին, որ ասում է, և իմ փառքը պետք է բնակվի ձեր մեջ, 5 տակարանում առաջի անգամ Աստծո փառքը իջավ ելից 40-ը, հիշում եք ամեն բան պատրաստեցին, Մովսես ասում է ամեն բան արեց, ինչպես որ Աստված իրեն ցույց էր տվել, ու մեկ էլ Աստծո փառքը իջավ, քույրս եղբայրս, տեսեք Աստծո ներկայության մեջ մտնելը, Աստծո փառքը մեր մեջ լցվելը, պետք է պատրաստես, քեզ պատրաստում ես մտավոր, անգամ տնից որ ելել ես այսօր գաս ծառայության, դու որոշում ես կայացրել, դու պատրաստել ես քեզ, բայց հեշտ չէր, չէ, ինչ որ հետդ մի բաներ կատարում, ասում ես գնամ, չգնամ, դե լավ կարամ մյուս կիրակի, բայց չգիտես որ այս կիրակին գերբնական է, այս կիրակին Տերը որոշել է, այս կիրակին է որ Տերը կյանքդ փոխելու է, փառքեր Հիսուսին, հալելույա, Ելից 40-ի մեջ ասում է 34 խոսքը, և մի ամպ ծածկեց ժողովի վրանը, և վրանը լցվեց Տիրոջ փառքով, Մովսեսը չէր կարողանում մտնել ժողովի վրանը, խորանը, որովհետև ամպը ծածկել էր այն, և Տիրոջ փառքը լցրել էր խորանը, փառքեր Հիսուսին, 38 համար ասում է, որովհետև Տիրոջ ամպը ցերեկը վրանի վրա էր լինում, իսկ գիշերը դրա վրա կրակ էր լինում Իսրայելի ամբողջ ժողովրդի առաջից նրանց բոլոր ճանապարհորդության ընթացքում, հալելույա, Տիրոջ կրակը թող գա մեր մեջ, Տեր բեր քո կրակը մեր մեջ, քո կրակը բեր մեր մեջ սիրելի Սուրբ Հոգի, հալելույա, այդ նույն փառքը, որ այսօր հավատացյալների սրտի մեջ է, այդ փառքի կրակը, հզոր, Աստծո ներկայությունը քո մեջ է քույրս եղբայրս, վերջում հեսա մենք պաշտամունք ենք էլի բարձրացնում, երգելու ենք, աղոթելու ենք ու ասել ենք Տեր քո փառքով լցրա ինձ Տեր Հիսուս, հալելույա, փառքեր Հիսուսին, Երկրորդ Կորինթացիս 4:6-ն ասում է, որովհետև Աստված որ ասաց, թե խավարից թող լույս ծակի, հենց ինքը մեր սրտերի մեջ ծակեց Աստծո փառքի գիտության լույսը, տալու, որ ճառակում է որտեղից,
Քրիստոս Հիսուսի դեմքից, Փառքեր Հիսուսին, Քրիստոս Հիսուսի դեմքից, Փառքեր Հիսուսին, գալիս է Աստծո փառքը, հալելույա։ Հիշում եք անցյալ կիրակի խոսացինք մի բան։ Հովնանը որտեղից փախավ։ Ասում է Աստծո երեսից փախավ։ Աստծո ներկայությունից դուրս, Աստծո դեմքից, երեսից դուրս, այստեղ ասում է, որ իր սուրբերը Աստծո փառքը լցվում է իր երեսից դեպի ներս մեր սրտերի մեջ, Փառքեր Հիսուսին։ Ես հավատում եմ Աստծո կենթանի ներկայությանը, սիրելի եկեղեցի։ Հավատում եմ Աստծո գերբնական ներկայությանը մեր կյանքի մեջ։ Հավատում եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը ունի նպատակ ու ծրագիր մեր համար, մեր կյանքի, մեր ամայնքի, մեր եկեղեցու համար։ Իմ մի փափագը մեկն է, Տեր, քո ներկայությամբ լցնես քո տունը, Տեր Աստված։ Տեր Հիսուս, երկու հոգի էլ այստեղ լինի, նույնը կքարոզեմ, 1000 հոգի լինի նույնը, քո ներկայությունը փոխում է իրավիճակը, Փառքեր Հիսուսին։ Եկեղեցին առանց պատերի։ Մարգարեն դա տեսավ, սիրելիներ։ Նա տեսավ Երուսաղեմը քաղաք առանց պատերի։ Պատկերացնում եք երկիրը առանց սահմանների լինեն։ Ոնց կլինի։ Երկիրը չունենա իր սահմանները։ Պատկերացրեք գնում եք տուն, տանը գիշերը պետքա ձեր տանն եք, չէ՞, առանց պատերի։ Ոնց կզգաք ձեզ։ Անապահով։ Անգամ դուռը որ փակում ենք, մի քանի անգամ ստուգում ենք, կարող է բացեմ թողել։ Այստեղ Աստված հիշեցնում է, Երուսաղեմ քաղաքը պատերի կարիք չունի։ Երկնային Երուսաղեմը Աստծո փառքը, որտեղից իջնում է Տիրոջ ներկայությունը քո կյանքի մեջ։ Դու ոչ մի բանի կարիք չունես։ Դու մարդու վրա հույս դնելու կարիք չունես, քույրս, եղբայրս, քո հույսը Աստված է։ Փառքեր Հիսուսին։ Եվ նա ասաց ինձ, Երուսաղեմն իր մեջ եղած մարկանց եւ անասունների շատության պատճառով առանց պարիսպի կբնակեցվի, Փառքեր Հիսուսին։ Փառքեր Հիսուսին, Տեր Հիսուս։ Այսօրվա եկեղեցին ֆիզիկական պատեր պետք է չունենա, սիրելներ։ Պետք է կրոնի պատերը քանդվեն։ Աստված դա էր ուզում աներ Իսրայելի մեջ։ Նրանք երկրորդ հնարավորություն ունեցան, հրեաները վերադարձան Երուսաղեմ, բայց նորից կրոնի պատեր կառուցեցին։ Տեսնում եք ինչ է կատարվում հայրենիքում, ինչ է կատարվում մեր եկեղեցիներում, սիրելներս։ Սա ցավով եմ ասում, մեր երկիրն է, մեր ազգն է, մեր ժառանգությունն է, բայց եկել ենք միտեղ ենք կանգնել ու ասել, որ ասում ենք Տեր դու նոր գործ ես անում, Տեր։ Մարդիկ չեն բավարարվում, երբեք ասում ենք մենք նորն ենք ուզում, Աստծո ներկայությունը, զորությունը, Աստծո կրակե պատն ենք ուզում մեր շուրջը լինի։ Հալելույա, Տեր։ Եկեղեցին առանց կրոնի, պատերը քանդվում են կրոնի, մարդու դրած ամեն բաները քանդվում է, ու Տերը կառուցում է Իրանը հավիտյանս, Փառքեր Հիսուսին։ Հոգևոր Պարիս պատերը դնում, Սուրբ Հոգու զորությունն ու կրակը։ Տիրոջ կրակն է գալիս երկրի վրա, Տիրոջ ներկայություն այս օրերի մեջ։ Ամեն եկեղեցի, որ փնտրում է իրապես Հիսուսին, նրանք տեսնելու են նրա ներկայությունը։ Ամեն եկեղեցի, որ ասել են մենք հավատում ենք կրակե լեզուներին, նրանք տեսնելու են կրակե լեզուների Սուրբ Հոգու մկրտությունն ու շարժը իրենց եկեղեցիներում։ Փառքեր Հիսուսին։ Նույն կրակի սյունը քույր եղբայրներ, որ առաջնորդեց Իսրայելին, այսօր առաջնորդում է Քրիստոսի եկեղեցին, Սուրբ Հոգին է։ Նույն կրակը, որը պաշտպանեց նրանց փառավոնից, այսօր պաշտպանում է քեզ մեղքի խավարի, իշխանությունից եւ ուժերից դիվային, հալելույա։ Ես հավատում եմ Սուրբ Հոգու զորությանը։ Եկեք կանգնենք ոտքի, քույր եղբայրներս։ Խնդրելու ենք Աստծո ներկայությունը։ Եկեք ասենք. Տեր եղիր իմ հրեղեն Պարիսպ այսօր։ Տեր շրջապատիր ինձ քո կրակե հրեղեն Պարիսպով, իմ շուրջս Տեր բորբոքիր հրեղեն Պարիսպը, հալելույա Տեր, շրջապատիր ինձ, պաշտպանիր եւ լցրու ինձ քո